շատ մեծ։ Հաղորդալարերը։ Լարություն, դասը սկսում ենք։ Կամաց։ Լարություն։ Օհ, այդ է տոթե։ Այսօր կպատմեմ Ոյ, ինչ է սա։ երկրաշարժ է։ Ուրա, երկրաշարժ է։ Ներեցեք պրոֆեսոր։ Ես վարդակ եմ փտրում օդափոխիչը միացնելու համար։ Այսօր այնքան տոթ է։ Իհարկե, կոլեգա, խնդրեք։ Շանակենք և այսպես։ Այսօր մենք… Չէ, այդպես անհնար է։ Ոչ մի ազատ վարդակ, ոչ լաբորատորիայում։ Տեսեք, օй։ Իսկ դուք ուղղակի դուրս քաշեք էլեկտրալարը և վարդակը կազատվի։ Չի կարելի։ Իսկ եթե հանկարծ մի որևէ կարևոր սարք անջատեմ։ Վոլտան ինքը գլուխ չեր հանի այս հաղորդալարերի մեջ։ Մի հուսահատվեք, Գենի Եվգենիչ։ Մենք կգտնենք ազատ վարդակ։ Ճիշտ է, կոլեգա, դուք առայժմ թե խմեք, հանգստացեք։ Շնորհակալ եմ, կոլեգա, չափազանց շնորհակալ եմ։ Ֆիզիկներն իրենց երեխաների համար դպրոցներ են հիմնում տարբեր վայրերում, ֆաբրիկաներում, խանութներում, պահեստներում, բոլոր այն վայրերում, որտեղ շատ մեքենաներ ու սարքավորումներ կան, և որտեղ կարելի է թաքնվել մարդուց։ Բախտը ժպտացել է մեր դպրոցին, այն տեղակայվել է պրոֆեսոր Չուդակովի լաբորատորիայում։ Սա գերազանց վայր է դասերի համար։ Չէ որ ամեն օր փորձաքննության համար այստեղ են բերում տարատեսակ մեխանիզմներ, նյութեր, խաղալիքներ և անգամ սնունդ։ Այստեղ կան մեծաքանակ գիտական սարքեր ու գործիքներ։ Իսկ ամենակարևորը, այստեղ մենք կարող ենք չթաքնվել տանտիրոջից, որովհետև Գենի Եվգենիչ Չուդակովն իմ հին բարեկամն է։ Նա սիրում է ֆիզիկներին, օգնում նրանց և ոչ մեկին չի պատմում նրանց մասին։ Ինչից ենք սկսում։ Նախ եկեք բաց անենք հաղորդալարերը։ Դա, մեկ մի ակնթարթում։ Այս կողմ, ոչ այս։ Նոլիկ, օգնիր։ Միացին։ Կաչեք, մի անգամ էլ։ Կանգարեք, դուք խեղդեք ինձ։ Պետք է ձգել այս հաղորդալարը։ Կանգարեք։ Ոյ, շնորհակալ եմ, Միգրեք։ Դիդիշ։ Այսպես, ուրեմն իմ սխեմայով հանգույցը բացելու համար պետք է թուլացնել այս հանգույցը, իսկ հետո դրանով անցկացնել այն հաղորդալարը։ Ահա, իսկ այժմ մյուս ծայրից դուրս քաշեք մոխրագույնը։ Չէ, այստեղից էլ քաշեք։ Չէ, այստեղից էլ։ Միասին։ Նայեք, այս էլեկտրալարը միացված չէ ոչինչի։ Նշանակում է այն պետք չէ և ուղղակի կարելի է դուրս քաշել վարդակից։ Դիդիշ։ Լերտա, այստեղ ևս մի ավելորդ հաղորդալար կա։ Մի ավելորդ հաղորդալար էլ գտա։ Դա այսինքն Սիմիկայի հետ գտանք։ Նոլիկ, ինչու ես տխրել։ Բոլորն ինձանից ավելի շուտ են հասցնում։ Իսկ դու ստուգիր այս հաղորդալարը, հա։ Նոլիկ, դու ինչ է գանձ գտար այդտեղ։ Միանգամից 6 հատ ազատ վարդակ։ Դեմ, այժմ Գենի Եվգենիչը կարող է միացնել և օդափոխիչը, և ցեյնիկը, և զոդիչը։ Որևէ սարք էլեկտրական ցանցին միացնելու համար անհրաժեշտ է ունենալ մի զույգ մետաղական հաղորդալար։ Միայն թե այդ հաղորդալարերը չպետք է հպված լինեն մեկ-մեկու, հակառակ դեպքում կայրվեն հոսանքից։ Ուստի հաղորդալարերը մեկուսացնում են, այսինքն պատում են պլաստիկական զանգվածով, որն էլեկտրականություն չի հաղորդում։ Ուշադիր եղեք, մի հպվեք մեր հաղորդալարերին։ Եթե մեկուսիչ չկա կամ այն խախտվել է, դուք կարող եք հոսանքի ցավագին հարված ստանալ։ Ոյ, շնորհակալ եմ բարեկամներս, չափազանց շնորհակալ եմ ձեզ։ Վայ, ներեցեք, չի ցանկանում։ Ես այն այստեղ անցնեմ ինձ մոտ։ Այո, կոլեգա, գնացեք։
Իսկ մենք կշարունակենք։ Ինչի մասին էր մեր դասը։ Հաղորդալարերի։ Եվ դասն արդեն ավարտվեց։ Դասամիջոց։